Նախ հանդիպումը պատահական տեղի ունեցավ Վահրամ Միրաքյանի հետ, ակումբի նախագահի, եւ զրույցի ժամանակ, երբ որ խոսեցինք, անհապա ինքը արձագանքեց։ Մեզ համար շատ կարևոր է, որ Մանթաշյանց ակումբի, նաեւ բիզնեսները հետագայում շարունակական ներդրում ունենան բնապահպանական խնդիրների լուծման համար, որովհետեւ Հայաստանը իսկապես կարիք ունի։ Մանթաշյանց բիզնես ակումբը եւ իր ակումբականները սոցիալական բարձր պատասխանատվություն ունեն եւ միանգամից այս նախաձեռնության մասին լսելով միացել եք, ֆինանսապես մասնակցել եք եւ արդեն 20,000 ծառ ենք միասնաբար տնկել։ Ուզում եմ նաեւ շնորհակալություն հայտնեմ իմ անդառ Հայաստան ծրագրին, նախաձեռնությանը, կազմակերպությանը այս նախաձեռնության համար։ Կարծում եմ սա կարևոր նշանակություն ունի Հայաստանի ընդհանրապես զարգացման համար։ Ծառատունկը հոգևոր խորհուրդ ունի նաև, որ հետագա սերունդներին մենք կարողանանք փոխանցենք մի գեղեցկություն, մի արժեք, որը որ մնայուն է բնականաբար, ինչպես նաև շատ հաճելի է, որ գործարար համայնքը, ստեղծագործ համայնքը նաև փորձում է նման ձևով ինքն արտահայտվել եւ փորձել մեր հայրենիքի համար մնայուն արժեքներ ստեղծել։ Մենք այս ծառատնկով նպաստում ենք նրան, որ Հայաստանի այս մի կտորը, այս մի հատվածը ունենա պոտենցիալ ապագայում մեր երեխաների համար ավելի կանաչապատ, ավելի ծաղկած լինելու, իսկ դա նաև կստեղծի հավելյալ էկոմիջավայր, հետագայում միգուցե այստեղ զարգանան այսպես հանգստի գոտիներ եւ նվազագույնը կլինեն գոնե մրգառատ կամ սաղարթախիտ անտառներ։ Да, это прежде всего патриотическое проявление нашей национальности, нашего гражданства. Мне кажется, каждый армянин должен принимать участие в этой деятельности.